Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավ իմերելոց։ Տեր հայր, երբ որտեղ առաջացավ սովորություն խաչով մարդուն սպանելու։ Պատմության մեջ առաջին անգամ արձանագրված տեսնում ենք խաչով մարդուն սպանել այս սովորությունը Քրիստոսից առաջ 519 թվականին, երբ Մարերով Պարսից Կյուրոս առաջին թագավորը հրամայեց իր քաղաքական հակառակորդներից 3000 հոգու խաչելությամբ սպանել։ Հետո այն լայն տարածում գտավ հույների կողմից, հատկապես Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանում, երբ հելենիզմն էր տարածում, նրանք, ովքեր ընդդիմանում են հելեզմի տարածմանը, հրամայվում էր խաչելությամբ սպանել։ Իր գագաթնակետին հասավ այն Կարթագենում, երբ Աֆրիկայի հետ հյուսիսային քաղաքում մարդիկ սեցին մեկը մյուսին խաչելությամբ սպանել, որտեղից էլ հռոմեական կայսրության վերցրեց եւ լայն կիրառություն տարածեց իր կայսրության մեջ։ Միայն Կոստանդիանոս մեծ կայսր ժամանակ, երբ նա գահ բարձրացավ, արգելեց խաչով մարդու կյանքը խլել այս դաժան սովորությունը։ Թեև 4-րդ դարի մեջ մենք տեսնում ենք որոշակի երևույթներ, որ նման դեպքեր պատահել են, բայց 5-րդ դարից հետո այլևս որևէ մեկին խաչով չսպանեցին։ Իսկ հռոմեական կայսրության մեջ ում էին խաչով սպանում։ Հռոմեական կայսրության մեջ 5 կետերով փորձեմ, թե ինչպես են մարդկանց խաչելության դատապարտում։ Առաջինը, սիրելիներս, նրանք, ովքեր հրաժարվում էին խոնարհվել երկրպագություն մատուցել կայսրին, խաչով սպանում էին։ Գիտեք, հռոմեական կայսրության մեջ կայսրը համարվում էր Աստված, եւ եթե մեկը նրան չէր երկրպագում, չէր խոնարհվում, նրան խաչելությամբ սպանում էին։ Հակառակ այս սովորության, մարդիկ, ովքեր հրաժարվում էին Աստծուն երկրպագել, Տիրոջը ճշմարիտ Աստծուն երկրպագություն մատուցել, Հիսուս չեկավ մարդկանց սպանելու։ Հակառակը ինքը խաչի վրա մահացավ, որպեսզի անհնազատ ամստամբող մարդուն վերադարձնի ճշմարիտ Աստծո երկրպագությունը, որպեսզի մարդը չսկսի մարդուն պաշտել եւ մարդուն Աստված դարձնել։ Երկրորդ, հռոմեական կայսրության մեջ մարդուն խաչում էին, եթե մեկը հրաժարվում էր կայսրի կամքը կատարել կամ նրա կամքը չէր ընդունում։ Հիսուս եկավ հակառակ այս իրողության, ցույց տալու, որ մարդը պետք է Աստծո կամքը կատարի։ Որն էր Աստծո կամքը, որպեսզի մարդիկ հավատային Հիսուս Քրիստոսին։ Երրորդ, մարդկանց խաչում են հռոմեական կայսրության մեջ, երբ որ մարդիկ խախտում են հռոմեական կայսրության օրենքները։ Հակառակ այս ամեն, երբ որ Մովսեսի միջոցով մեզ տրված օրենքները խախտվում էր, մարդը չեկավ օրինազանց մարդուն մահվան դատապարտելու։ Հակառակը եղավ մարդուն օրենքի դաշտ հրավիրելու, որպեսզի Աստծո օրենքները մարդու համար ավելի կարևոր լինի, քան այն օրենքները, որ մենք ամեն օր կեղծությամբ դնում ենք, հետո խախտում ենք, հետո փորձում ենք ուրիշներին պարտադրել։ Չորրորդ, հռոմեական կայսրության մեջ խաչում էին ստրուկներին, ովքեր Հռոմի քաղաքացիություն չունեին։ Հիսուս եկավ ասել, որ ճիշտ է, որ դուք հրաժարվել եք կամավորապես երկնքի քաղաքացիությունից եւ երկրյա ստրուկներ եք դարձել, ամեն դեպքում դուք ազատ մարդիկ եք, ես ձեզ եմ վերադարձնում ձեր երկնքի քաղաքացիությունը։ Եվ 5-րդ, Հռոմում խաչում են այն մարդկանց, ովքեր իրենց հայրենիքին դավաճանել են, հայրենիքի հանդեպ ակնածանք սեր չունեին, արհամարանքով են վերաբերում։ Հիսուս եկավ ասել, որ թեև մենք մարդիկս արհամարանքով ենք վերաբերում երկնքի արքայությանը, մենք մերժում ենք մեր սրբություն սրբոցը երկինքը, որտեղ Հայր Աստված, Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգին է բնակվում եւ մեզ ամեն օր սպասում են, մեզ է վերադարձնում այդ դավաճանությամբ արժանի մեղքի պատիժը կրելու այդ պարտամուրակը, պատռում է չարի դեմ ամեն տեսակ պարտավորություն եւ մեզ նորից ազատություն է տալիս այդ երկնքի մեջ անսահմանորեն սիրով լցված Տիրոջը պաշտելու, հավատալու եւ հարությամբ հասնելու հավիտենական կյանքի։